Տղեկ, մեր առջև դրված է խնդիր պաշտպանել մեր հայրենիքը, ծառայությունը կազմակերպում եք շատ աչալրջորեն։ Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու բարձրադիր հենակետերից մեկում ենք, որտեղ հերթապահություն են իրականացնում պայմանագրային զինծառայողները։ Օրը 24 ժամ հայրենիքի նվիրյալ այս տղաները կանգնած են իրենց վստահված տեղում։ Ծառայությունը ինձ համար մի ամբողջ կյանք է, իմ հայրենիքը պահելն է, իմ եւ բոլորի ընտանիքը պահելն է, հայրենանվեր գործ է, հայրենասեր գործ է, ու քանի որ մենք սիրում ենք մեր ծառայությունը, կշարունակենք մեր ծառայությունը։ Նժդեհը դիրքի ավագն է, արդեն 6 տարի զինված ուժերում է։ Վերջերս ատեստավորվել է, բարելավել ոչ միայն ֆիզիկական ու կրակային կարողությունները, այլ նաև դրամական բավարարումն է ավելացել։ Որպես դիրքի ավագ իր համար սկզբունք է ծառայել միմիայն անմնացորդ նվիրումով։ Դիրքի ավագի վրա շատ մեծ պատասխանատվություն է դրված, որովհետև դիրքի ավագը հենց ինքն է անմիջապես պատասխանատուն դիրքի, իր անձնակազմի բարոյհոգեբանական վիճակի։ Մենք բոլորս գիտակցում ենք որտեղ ենք եւ դրա շնորհիվ ծառայում ենք այդ ձևով։ Այստեղ բանակային դիրքերում կրտսերից ավագ, նույն ոգով եւ բարձր գիտակցումով են կատարում իրենց առջև դրված խնդիրները։ Տղաներն իրար օգնելով թեւ ու թիկունք դարձած հերթապահություն են իրականացնում։ Գիտակցում ենք, որ մեր հետևը մեր ընտանիքն է, հայրենիք սկսում են ընտանիքից ու պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել մեր ընտանիքին, մեր սահմանները։ Դիրքի ամենակրտսեր անդամն էլ Սուրենն է, որը ծառայում է Պաշտպան հայրենիաց ծրագրով։ Բանակային դիրքերում հերթապահություն իրականացնելը հենց նրա ցանկությունն է եղել։ Կարծում եմ հայրենիքի սահմաններում անհրաժեշտ է պահպանությունը, բոլորիս դերն է մեծ նշանակություն ունի, դրա համար որոշել եմ իրականացնել հերթապահություն։ Բոլորս մեկից մասին հոգ ենք տանում, որպես եղբայրներ ենք ծառայում իրար կողքի։ Հաջորդ հենակետ, որն ավելի բարձրադիր է, հասնում ենք հերթափոխի ժամին։ Աջ, դարձ, զենքը լիցքավորելու։ Ըստ սահմանված կարգի եւ ժամանակացույցի դիրքապահները դիտակետերում պետք է փոխարինեն միմյանց։ Առաջնագծում ծառայության համար կան անհրաժեշտ բոլոր միջոցներն ու պայմանները։ Կահավորված են խրամուղիներ եւ թաքստոցներ։ Հայրենիքի այս հատվածի պաշտպանները եւս մեկ անգամ ընդգծում են։ Զգոն եւ աչալուրջ ծառայությունն այստեղ անխախտ հրամայական է, որը ոչ մի վայրկյան չի դադարում։ Ինձ համար առաջնագծում գտնվելը մեծ պատիվ է, որովհետև մենք այստեղ պաշտպանում ենք մեր հայրենիքի սահմանները, պետական սահմանները։ Հայրենի գյուղերից եւ քաղաքներից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա դիրքապահներն ամենօրյա ծառայությամբ են համոզվում։ Յուրաքանչյուր բարդություն իրենց միայն կոփում եւ ուժ է տալիս։ Դժվարությունները կայանում են տնից հեռու գտնվելը, կարոտը, թե երեխաների հանդեպ, թե ծնողների հանդեպ, բայց հաղթահարում ենք, որովհետև գիտակցում ենք, որ որտեղ են գտնվում ու նույն երեխաների ու ծնողների համար ենք գտնվում այստեղ, որպեսզի ունենանք խաղաղ հայրենիք։ Եվ այսպես առաջնագծում հարաբերական անդոր է։ Հրաժեշտ տալով սահմանին կանգնած տղաներին վերստին համոզվում ենք։ Նաև նրանց շնորհիվ է, որ ապահովվում է բոլորիս ամենօրյա խաղաղությունը։ Լաուրա Մամյան, Արամ Սիմոնյան, Զինուշ,